Ողջույն, հայկական երկրորդ հեռուստալիքի եթերում քաղցած սպասում են հաղորդումն է։ Այսօր մեզ համար համաձայնել է պատրաստել սցենարիստ, ռեժիսոր, դիրքերում հաղորդման հեղինակ Արշակ Զաքարյանը։ Հետևեք մեր հաղորդման ընթացքին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հայկական երկրորդ հեռուստալիքն է, քաղցած սպասում են հաղորդումը։ Շատ հաճելի է, համեցեք։ Փաստորեն դիրքերում չեք տանեք եւ Չէ, այսօր համաձայնեք մեզ կերակրել։ Անպայման։ Գնանք դեպի խոհանոց։ Հյուրն Աստծունն է, համեցեք։ Ինչպես է տրամադրությունը։ Շատ բարձր, լավ։ Ինչպես միշտ։ Լավ։ Խոհանոցը սա է։ Շատ մեծ խոհանոց է, հարմարավետ։ Հյուրասենյակի հետ միասին է, էլի։ Նկարահանման համար շատ հարմարավետ են։ Հա։ Մենք տունը սարքելուց այդ հաշվի ենք առել։ Սա ձեր ձեռքով եք կառուցել այս տունը, հա։ Հա, որ դուք գալու եք նկարահանման համար հարմար լինի, էլի։ Դե պատմեք, ինչից սկսեց ամեն ինչ։ Հա, ամեն ինչը Ես նկատի ունեմ հասնելուն դիրքեր, հա, դիրքերում հաղորդաշարին, մինչև այդ մեծ ճանապարհ եք անցել եւ կարծեմ պրոֆեսիոնալ կրթություն ունեք սցենարիստի, ռեժիսորի, հաղորդավարի։ Հա, դե ես ճիշտ ասած կրթությունը ստացել եմ մանկուց, այդ արվեստի հետ կապված իմ ուսուցիչը եւ կյանքի եւ արվեստի հարցում եղել է հիմա իրան ասում են Տեր Գյուրեղ, ինքը ժամանակին Գոր Տալյանն էր, ռեժիսոր էր, մանկական թատրոն կար, Հենրիխ Իգիթյանն էր ղեկավարը։ Այո։ Թատրոնի, մանկական թատրոնի եւ այնտեղ մենք սովորում ենք եւ ռեժիսուրա, եւ սցենար գրել, եւ թատրոն, դերասանություն, ամեն ինչ 8 տարեկանից մի 8 տարի այդտեղ սովորել ենք։ Այսինքն բեմում եղել եք։ Հա, իհարկե, հա։ Բայց ոչ պրոֆեսիոնալ, հա։ Չէ, պրոֆեսիոնալ ֆիլմերում հեռուստաֆիլմեր կար, Ապրիլ ֆիլմը։ Ուղղակի կարծեմ վարվել է այդ արխիվները, ստուդիան վարվեց, չէ՞ մեր։ Հա, այնտեղ։ Հիմա որոշեցիք նկարահանել հայրենասիրական թեմայով գեղարվեստական ֆիլմեր, թե միայն վավերագրական ֆիլմեր։ Չէ, իմ Որովհետև երբ որ ձեր մասին փնտրում ես ինտերնետում, այնուամենայնիվ Կինոպոիսկ սայթում 3 ֆիլմ է առանձնացված, որոնք որ կարծես թե նույնիսկ հաջողություններ են ունեցել, փառատոների են մասնակցել։ Մի փոքր պատմեք, հա, բացեք ճակերտները։ Գեղարվեստական ֆիլմը ես նախընտրում եմ գեղարվեստական ֆիլմեր նկարել, իհարկե, եւ հեղինակային հիմնականում, այսինքն սցենարը ինքս եմ գրում, հայրենասիրական չի ասի, ասեի դաստիարակչական, հա, որ միայն հայրենասիրությունը չի, մարդ լինելու արվեստն է հենց, մարդասիրություն, ամեն ինչը գալիս է հենց բերում հայրենասիրության, եւ եթե ճիշտ դաստիարակություն են ստանում սերունդները, ապա դրանից միայն երկիրը օգուտ է քաղում։ Դրա համար ես ասենք իմ ֆիլմերում հիմա կարճամետրաժներ ենք նկարում, որովհետեւ հնարավորությունները դրան են, չկա ոչ մի հովանավոր, մենք ինքներս ենք հայթայթում ամեն ինչը։ Պաշտպանության նախարարությունը, մշակույթի նախարարությունը այդ թեմայով կարծում եմ վստահ եմ, որ գումարներ կառանձնացնի եւ կֆինանսավորի։ Այդպես չէ։ Չենք դիմել ոչ պաշտպանության նախարարությանը, ոչ էլ մշակույթի նախարարությանը։ Մեր ընդհանրապես ունենք նման սկզբունք, որ չենք դիմում, անում ենք գործը, եւ եթե իրենց դուր է գալիս որևէ մեկին, իրենք կարող են, ասենք, այդպիսի նմանատիպ մի գործ արդեն ոնց էր զակազը հայերեն մոռացել եմ այդ բառը, պատվիրել։ Մենք անհետ ֆիլմեր ենք տեսնում այսօր էկրաններին, որտեղ որ տիտրերը ավելի երկար են հովանավորների, քան դերակատարների կամ մասնակիցների։ Մենք էլ ենք ունեցել հովանավորներ, բայց հանդիսատեսն է եղել մեր ֆիլմերը դիտողը, մենք հայտարարել ենք, որ ունենք նման սցենար, ուզում ենք սա ֆիլմ դարձնել եւ սովորական քաղաքացիները գումարներ են ներդրել 1000 դրամ, 2000 դրամ, 5000 դրամ, մարդը եղել $500 ներդրել։ Մենք էլ մեծ մասը իհարկե մենք ենք ներդրել, հիմնականում մոտավորապես 60-70%-ը։ Կոնկրետ ես մեքենաներ ունեի, ամեն ֆիլմս մի մեքենաս վաճառել եմ, ֆիլմը նկարել եմ, տենց է եղել հիմնականում։ Այսինքն բիզնես ունեք, մեքենաներ եք ներդրում, հա։ Ժամանակին շատ լավ աշխատանք ունեի,
բավականին լավ վարձատրվող աշխատանք էր, բայց ես որոշեցի ինքնական փոխել։ Դե ամբողջ կյանքդ մտածում ես հիմա մի քիչ էլ կհարստանամ, կանեմ այն ինչ սիրում եմ, ու տենց կյանքդ հետո տեսպես մազեր սկսես սպիտակել, ունքերը սկսես երկարել եւ այլն։ Ու հասկանում ես, որ ժամանակը անցնում է, ու դու չես անում այն ինչ որ ուզում ես անես։ Մենք ընտանիքով հավաքվեցինք, ես ասացի, որ դժվար է լինելու։ Շատ հաճախ այսօր ֆիլմերը նկարահանվում են հայրենասիրական եւ պատերազմի մասին, ատելություն սերմանելով թշնամու հակառակորդի հանդեպ։ Դա ճիշտ է թե սխալ։ Չէ, դա հայրենասիրություն չի։ Ատելություն սերմանել իհարկե պետք չի ոչ մեկի, որտեղ ատելությունը թուլություն է։ Եթե դու ինչ-որ մեկին ատում ես, դու դրանով քեզ ես թույլատնում։ Իմ ֆիլմերում համենայն դեպս ատելություն չկա, ոչ էլ պատերազմի մասին ֆիլմեր են երկուսը օրինակ, այն որ ասում չխկդխկը չկա մեջը։ Պատերազմի հետևանքի մասին կամ նրա պատճառի կամ եւ այլնի մասին, այսինքն պատերազմի մասին անպայման չի որ կրակեն մեջը կամ եւ այլն, պատերազմը հետևանքներ ունի իր ամբողջ ցավով, իր ամբողջ Միչալյուս Կուստուրիցայի վերջին ֆիլմը հենց հանճարեղ էր դրանով, որ նույնիսկ չգիտենք ով հետ էր կռվում, եթե դիտել եք։ Չէ, Մոնիկա Բիլուչի մասնակցությամբ։ Որտեվ լավ որակով չկա դեռ գողացված ինտերնետում։ Դուք ինտերնետում եք, հա, գողացված տարբերակներ։ Ինչի կա քաղաքում այդ ֆիլմը։ Կինոէկրաններին գնաց, այո, Երևանում։ Ես չեմ մածել, քաղաքում քիչ եմ լինում։ Ինտերնետից խոսեցինք եւ սայթերից, տեղին է այստեղ նշել եւ գովազդել մեր սայթը։ Խոսքը չէին սպասում .am կայքի մասին է, այնտեղ կարող են մեր բոլոր հաղորդումները դիտել, հենց այս հաղորդումը կարող են դիտել, եթեր գնալուց 1 շաբաթ անց։ Չէին սպասում .am։ Ինչ ենք այսօր պատրաստելու։ Այսօր պատրաստելու ենք տժվժիկ։ Բայց որ ասում են ֆիրմենի, հա, անձնականի հատուկ ձևով, Բաղադրատ Տոմսով։ Բաղադրատ Տոմսով, հա, ընդհանրապես ես էլ կինս էլ իմիջայլոց Զարուի ամուսնացած եք։ Հա, ամուսնացած եմ, հա։ Եվ ձեր կինը մասնագիտությամբ Զարա, արի, հա։ Բարև ձեզ։ Կինս դերասանուհի է, Զարուին։ Ես մեր քաղաքի գրեթե բոլոր դերասանուհիներին ճանաչում եմ մասնագիտության բերումով, բայց ձեր կնոջը բեմում չեմ տեսել։ Բեմում չէ, ինքը ավելի շատ տանն է դերասանուհի։ Հա, մեր տան դերասանուհի։ Չէ, ինքը ֆիլմերում է խաղում, հա։ Ես իրա։ Ֆիլմերում է խաղում, դե այսօր ճիշտ ասած բեմերը նենց ստացվեց, կյանքը նենց դասավորվեց, որ երեխաները, տունը, բայց այո, կինը պետք է կամ ամուսնանա թատրոնի հետ կամ ընտանիք ունենա։ Ես երկուսի հետ էլ ամուսնացած եմ։ Բայց թատրոնի չէ, կինոյի։ 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 Ավելի շատ կինո դերասանուհի, հա, որ ֆիլմերում է խաղացել, բավականին արդեն։ Ուղղակի նես դերերը, այն ֆիլմերը չեն էլի, որ հիթ են։ Հա։ Ինչ որ Արտխաուս ֆիլմեր։ Ես այնտեղ եմ, որտեղ իմ կարիքը կա, այդքան։ Որտեղ, հա, անպայման մենք ընտրում ենք, էլի սցենարը, այսինքն ինքը ընտրում է ու շատ մերժում։ Բայց կարծիք կա, որ կանայք դերասանուհի կամ արվեստի կանայք, ովքեր որ արվեստում են, խոհանոցում շատ թույլ են։ Ձեր տարբերակը ինչպիսին է։ Զարան բավականին ուժեղ է խոհանոցում, ասեմ, շատ համեղ է պատրաստում, ուղղակի կոնկրետ այս ճաշատեսակը ես եմ պատրաստում, ինքը օգնում է, բավականին աշխատատար ճաշատեսակ է, process-ը երկար է, էլի, բայց Զարայի Իսկ ասեմ թույլ է այդտեղ այնքան չի, որքան երևի ժամանակի խնդիրն է։ Ժամանակի, հա, երևի։ Ուսումը դա ժամանակի։ Զարան սիրում է հորինել, ինքը հորինում է անդադ ու դրա համար նորությունները միշտ ավելի հետաքրքիր է։ Ասենք ինչ ճաշատեսակներ է հորինում, սուպեր է հորինում եւ այլն այդպես։ Դուք որքան հաճախ եք լինում խոհանոցում։ Ասեմ։ Երբ որ հավես չեմ ունենում, խնդրում եմ, ասում, այդ օրը դուք սարքեք, կամ երեխեքին ասում, գնացեք պապային, ասեք, թող այսօր ինքը մի բան սարքի։ Ես էլ եմ համեղ սարքում։ Հա, եւ սա։ Դուք սիրով համաձայնում եք։ Ես քիչ եմ տանը լինում, դրա համար այդ մերժել սխալ կլինի։ Դիրքերում եք։ Հա, հիմնականում ճանապարհին կամ դիրքերում։ Ճանապարհը ավելի շատ ժամանակ։ Իսկ այնտեղ պատրաստում եք դիրքերում, թե այնտեղ։ Չէ, այնտեղ զինվորի հետ զինվորի ճաշն ենք ուտում, այնտեղ սխալ կլինի այսինքն հատուկ ուտելիք ուտել էլի։ Այ հիմա բազում ծնողներ նայում են ու հետաքրված են թե ինչ են ուտում զինվորները այնտեղ։ Համատության համար ասեմ, որ երևի ամեն ինչից լսել եմ զինվորը դժգոհի,
բայց դեռևս ուտելիքից դժգոհող զինվոր չեմ տեսել։ Ազնվությամբ եմ ասում, որովհետև իրանք որ ասես տան ուտելիքն է, նոր գնացած զինվորը, որ նոր է գնացել, այն որ տունը սոխը հանում է ճաշի մեջից եւ այլն, նա կարող է ինչ-որ տեղ, ասենք, ինչ-որ բողոք հայտնի, բայց արդեն որ իրանք տղամարդ են դառնում, իրոք, այնտեղ տղան տղամարդ է դառնում, էլի։ Խոսքով դուք հավատացնում եք, որ մեր զինվորը դիրքերում քաղցած չէ։ Քաղցած զինվոր չունենք, այդ հաստատ եմ ասում։ Մենք այս պահին քաղցած ենք եւ ես կարծում եմ, որ հիմա այն պահն է, որ պետք է գնանք գնումներ կատարենք։ Այո։ Դժվժիկը պատրաստելու համար։ Ես առաջարկում եմ միասին գնանք Նորզովք սուպերմարկետ, այնտեղից գնումներ կատարենք, վերադառնանք եւ սկսենք պատրաստել։ Համաձայն եք։ Իհարկե։ Դե գնացինք։ Գնացինք։ Մի հատ էքստրա ձեզ համար բան կպատրաստեմ։ Ինչ։ Vegetable ինչ-որ մի հետաքրքիր բան։ Այդ կողքից էլի, հա։ Շատ լավ, շնորհակալություն, բայց դրա կարիք չկա։ Ես հոգևոր սնունդ կաշխատեմ ստանալ այս հաղորդման ընթացքում միայն։ Դե նայեք, ուզում ասել, դա մենք ենք հյուրասիրում ձեզ։ Շնորհակալություն։ Ես տեսնում եմ 4 մեքենա, հա։ Հա։ Ինչի հետ է կապված եւ նույն մեքենաներից ծև, սպիտակ։ 4 մեքենաները այն մեկը նվեր ենք առել մեր հայրենարդար սիրահայերից մեկին, պետք է այս երկու օրը հանձնենք ազգային գվարդիայի անունից, հայոց ազգային գվարդիայի։ Ինքը եկավ, տեղավորվեց, Արցախում էլ պատերազմին մասնակցեց, տղա ունեցավ, մի խոսքով իսկական հայրենադարձ։ Այս երկուսը ծառայողական մեքենաներ են։ Սրանով դե դիրքերն են գնում հիմնականում եւ նաեւ հաղորդաշարի մեքենաներն են։ Չէ ասի հաղորդաշարի, բայց հաղորդաշարը սրանցով են գնում։ Հայոց ազգային գվարդիա, ինչ է դա նշանակում։ Հայոց ազգային գվարդիա։ Հա դե առանց ճակերտների է գրած, ինքը հենց աշխարհում տարածված այդպիսի կառույցներ կան, որ պետական չեն, բայց ծառայում են ժողովրդին, հայրենիքին։ Կամավորական կառույց է, որը ունի 4 ուղղություն՝ մեր հոգևոր, մշակութային, պատմական, հայոց ընտանիքը եւ իհարկե բանակը, այն 4 հիմնական հայերին միացնող ուժերը, որը միշտ հարձակման է ենթարկվում հակառակորդի թշնամու կողմից, դրանց պաշտպանությունը կամավոր սկզբունքներով։ Քանի անդամ ունի, եթե գաղտնիք չէ։ Գաղտնիք է։ Գաղտնիք է, շատ են, բայց բավականին արդեն գնալով շատանում է, նորմալ է։ Ես կարող եմ դառնալ անդամ։ Եթե գաղափարակիրը լինեք, այո, այստեղ այնպես անդամություն չի, գրքույկ չկա, ընդհանրապես պետք է այդ գաղափարներով ապրել։ Ամսական մուծումներ։ Ամսական մուծումները ձեզից է կախված։ Շատ լավ, գնացինք։ Գնացինք։ Բավականին հետաքրքիր մեքենա է եւ ես հասցրեցի տեսնեմ, որ այստեղ յետնամասում լուրջ տեխնիկա կա։ Ոչ նկարահանման։ Դա դիրքերի համար է նախատեսված, մենք այսպես ասած օժանդակ օգնություն է կոչվում, որը իհարկե ցույց չենք տալի հեռուստացույցով։ Տեխնիկական միջոցներ մեր հայոց ազգային գվարդիան գիշերային տեսանելիության սարքեր են, լավ հեռադիտակներ են եւ այլն, ինչը որ հնարավոր է եւ թույլատրելի, ձեռք ենք բերում եւ դիրքեր գնալուց հանձնում ենք մեր տղաներին։ Բաց է։ Արշակ քարորյա պատերազմից հետո կարծեմ հենց այս մեքենայում մի հատ հոլովակ նկարեցիք, հա, եւ հայտնվեց ցանցերում եւ շատ դիտում ունեցավ։ Այն զոհված ազատամարտիկի տնից եք դուրս եկել, որի մայրը ձեզ հաց էր, հա, կարծեմ տվել։ Եվ շատ հուզիչ նյութ էր։ Կմեկնաբանեք ինչ էր տեղի ունեցել։ Զոհվածը ազատամարտիկ չէր, սպա էր հայոց բանակի, 5 երեխա ուներ եւ ես գնացի նրանց տուն, օգնություն էինք տարել ճիշտն ասած, դրսից օգնություն էր եկել զոհվածներին եւ մենք այդ 4 հոգուն ինձ էին հանձնարարել, որ տանեմ հանձնեմ, որպես կանոն ես դա չեմ անում, շատ ծանր աշխատանք է դա, բայց այդ անգամ ուղղակի պետք էր օգնել, արեցի եւ այնտեղ այդ զոհված սպայի մայրը դուրս գալուց առաջ մեքենան բերեց հաց ու պանիր դրեց, ասեց որ ճանապարհին որ սովածանաս ուտես, ու ես հասկացա որ դա այդ րոպեին դա տես բնական ընդունեցի, բայց երբ որ եկա ճանապարհին մենակ լեռների մեջ մենակ էի կանգնեցի,
մի փոքր հանգստանամ ու այդ հիշեցի հաց ու պանիրի մասին, բացեցի ու հասկացա, որ դա իր որդու ինքը իր որդուն ճանապարհելուց միշտ դա արել է։ Ու ես երևի մի 20 տարի կլներ, որ հուզված չկայի ու դրանից հուզվեցի։ Ու որոշեցի, որ այդ պահը դա ես ունեմ տեխնիկան միշտ միացած է, ֆիքսեցի այդ պահը հետագա սերունդների համար ուզեցի հասկանան այդ հացի գինը, որ մայրը իր որդուն նոր կորցրել է, բայց մի ուրիշ հայ տղայի իր որդու հասանելիք հացը դնում է, որ ճանապարհին սոված չմնա։ Իհարկե շատ հուզիչ էր նաև իմ համար։ Այդպես որոշեցի դա հանրայնացնել, որովհետև ինքը նաև նորից ասեմ դաստիարակչական, հա, շատ երեխաներ են դա նայում, երիտասարդ սերունդն է նայում իրենց համար։ Պատմություն է, թող մնա։ Մի քանի օր ամենանայվող խոլովակն էր։ Մեր հարթման այս հատվածում մենք միշտ հարցնում ենք, ինչը կփոխեք մեր երկրում, մեր քաղաքում, որ մեր քաղաքացիների կյանքը էլ ավելի բարեկեցիկ դառնա։ Ինչը կփոխեի։ Այնքան բան կա, ընտրեմ մեջից կարևոր, այո, եւ ամենահրատապը։ Դժվարանում եմ քաղաքակրթության այնպեսի մենք մի բաց ունենք էլի, որ հենց քաղաքակրթություն է կոչվում, քաղաքում ապրելու համար մեր քաղաքացիներին կփոխեիք մի խոսքով։ Չէ, երևի վերաբերմունքը երկրի նկատմամբ, հենց քաղաք ամբողջ երկրի, հա, որպես տուն մարդիկ դա անցալեն, ոչ թե իրենց տունը իրենց դարպասներով սահմանափակվի։ Ես իմ առաջի գործը, որ արել եմ որպես կինոռեժիսոր, չգիտեմ, տեսել եք թե չէ, իմ քաղաքը, երբ որ աղբը մեքենայից դուրս են նետում, հա, ասենք դժվար չէ, սա տեսեք, ես մեքենայի մեջ պահում եմ, ճանապարհը, երկար ճանապարհ են գնում, աղբը հավաքվում, չէ։ Հավաքում եմ տոպրակի մեջ, երբ որ դա դասիրակության խնդիր է։ Դե հա, որը տարական մենք չունենք։ Քաղաքակրթություն է կոչվում, էլի դա, այո, որ կարելի է վերաբերմունքը երկրի նկատմամբ քո մայրաքաղաքի, քո գյուղի, քո ավանի, որտեղ որ դու ապրում ես։ Ես կցանկանայի փոխել, երևի մեկը դա, մեկն էլ օրինապաշտությունը։ Ես սիրում եմ օրինապաշտությունը ճիշտ բան։ Պետք է օրենքը պաշտպանել, բայց բոլորի կողմից։ Եթե մի հոգի Եվ դա է պատճառը, որ դուք հիմա ամրագոտիով չեք։ Ճիշտ է, որպես կանոն գցում եմ։ Բայց ճիշտ է, ճիշտ նկատառում է, այո։ Շատ հաճախ ես էլ եմ մոռանում։ Դա մոռանալու բան է, եւ հիմա հենց կուղեմ այդ սխալը։ Սա իմ համար է։ Սա եթե որոշ մարդիկ դա անում են, որպեսզի իրար չտուգանեն, ես սա անում եմ իմ համար, իմ երեխայի համար, որպեսզի ասած մի արած մի բան եղավ, ասենք ինչի ես ավելի ապահով չլինեմ, էլի իմ ապահովությունն է։ Մենք արդեն հասանք Ազատության պողոտայի վրա գտնվող նոր զովք, հիմա տեսնենք թե ինչպես է գնումներ կատարում։ Պատրաստ եք։ Հա, կարող ենք գնալ։ Այ նոր քաղաքակրթությունից ենք խոսում, տեսնում եք ինչ ձայնային ազդանշաններ են անընդհատ հնչում։ Ինչու համար չես հասկանում։ Գումարս չերի քեզ դրամացնել էի նկարելու։ Էսա, էստենք։ Եվ այսպես ինչից ենք սկսում։ Մեզ հիմնականում բանջարեղեն է պետք։ Ահա։ Հիմա կսկսենք բանջարեղենից։ Եվ սոխ եւ լոլիկ եւ գունավոր այդ բուլղարական են ասում, հա, ինչ են ասում, պղպեղները, հա։ Սոխը մեծերն են ընտրում, այս կոնկրետ այս բանի համար, տոպրակ կտած զար։ Տոպրակը բես սկսենք։ Երկու հատ մեծ լոլիկ է մեզ պետք գալու։ Ձեր կինը արդեն ակտիվ ընտրություն է կատարում, դուք չեք հասցնում։ Բարև ձեզ։ Այս կարմիր սոխից մեծերը մի 4 հատ այս են։ Ես Աշակ, իսկ ինչ ենք խմելու տեժվժիկի հետ։ Գինի։ Ունենք թե ես գնամ ընտրեմ։
Ունեք, բայց եթե ինչ-որ հատուկ ընտրություն կա։ Չէ, եթե ձեր տանը լավ գինի կա։ Լավ գինի ունեմ եւ տնական եւ վրացական գինի ունեմ եւ հայկական ունեմ։ Ավելացնում եք։ Չէ, դա բավական է։ Այսքանը ուրիշ գնում չունենք։ Չէ, հենա, անում ենք։ Գնանք այն կողմ։ Ահա։ Արշակ մենք մինչև դուք ընտրություն անեք, Հա, հանգիստ թողնենք ձեզ, հանգիստ ընտրություն արեք եւ սպասենք ձեզ դրամարկղի մոտ, լավ։ շատ լավ։ Հա։ Արշակ, Հա։ ես տեսնում եմ հացի բաժնում եք եւ հաց եք փնտրում, հա։ Լավաշ, հա, եւ այս սև հացից ես եմ ուտում։ Ես ինքս պիտի խնդրեի ձեզ, որ այս սև հացից Հա։ գնեք, որովհետեւ ես էլ եմ շատ սիրում եւ շատ համեղ է։ Հա, շատ։ Սպասում ենք ձեզ դրամարկղի մոտ։ Հա, շատ լավ։ Լավաշ ու սև հաց եմ վերցնում, ուրիշ նախընտրանք։ Մեկ էլ 5 հատ լավաշ։ Իսկ մենք տժվժիկի համար թոք պիտի գնենք, թե։ Ուրեմն, քանի որ հիմա շատ դժվար է թոքը ճարել, ես թոքը նախորդ առել էի առավոտյան։ Պարզ է, բայց նոր զովքում դժվար չէ, այստեղ շատ լավ թոք կա։ Ինչևէ, Հա։ եթե գնել եք, գնել եք։ Տավարի կա, գարան չկա այսօր։ Չգիտեմ, միգուցե կա, հիմա մոտենամ հարցնեմ։ Էսա։ Արշակ փաստորեն ես ճշտեցի, ունենում են այստեղ։ Հա, ուղղակի ինքը շատ թարմ արագ վաճառվում է։ Այո։ Եվ միայն թոք չէ, հետ ինչ որ բաներ են։ Ամեն ինչը, հա, ներքին օրգանները։ Բավականին երկար եք բանջարեղենի բաժնում։ Ամենալավ բանն է։ Եվ ամենակարևոր մասն է այս տժվժիկի մեջ, հեսա կտեսնեք եպելուց։ Գոհ եք ընդհանուր առմամբ գնումներից։ Այո, միշտ էլ այստեղ մենք գնումներ անում ենք։ Այս խանութից ընդհանրապես գոհ ենք։ Եվ այսպես բավականին մատչելի է այսօր 6370 դրամ եւ կարելի է ես վճարեմ։ Ինչի, բայց դուք հյուր եք։ Ցանկությունս է։ Վճարեմ։ Շատ լավ։ Եվ այսպես սկսեցինք։ Հա, սկսեցինք։ Ուրեմն ամենագլխավորը, որ գարան այս ներքին օրգանները լավ պետք է լվացվի հոսող ջրի տակ։ Իրան լավ լվանալուց հետո կտրտում ենք եւ դմակը եւ այս նրա ուրեմն կաշվի տակի այս յուղային մասը նույնպես օգտագործում է։ Սա ձեթ եւ յուղ չեք օգտագործում ենք հենց գարան ուրեմն իր յուղերը տարբեր տեսակի սա եւ դմակը լավ լվանալուց հետո հեսա կկտրտենք, բավականին շատ բանջարեղեն ենք օգտագործում։ Լվանալու իմաստը, որ գառը, գիտեք, սպეციფიկ հոտ ունի, ինչքան երկար է լվացվում եւ արունը զտվում, այնքան ավելի հոտը անցնում է եւ ավելի հաճելի է լինում, իհարկե։ Բայց կարծիք կա, որ ամենաանվնաս միսն է։ Բավականին լավ համեղ միս է, եթե ճիշտ ես պատրաստում։ Իսկ գարան հոտը լինել չլինելը կախված է գարանը ճիշտ մշակելուց, մորթելուց սկսած, դանակները ընդեղ եթե չի շփվում մսի եւ նրա մորթու հետ, ապա հոտը քիչ է լինում։ Դա արդեն մորթողներն են ինձ ասել, ես ինքս դա չեմ փորձել, կյանքումս երկու անգամ եմ մորթել։ Ասեցի, որ ֆիլմ եք նկարել դրա մասին եւ գիտեք շատ լավ։ Չէ, իհարկե, այստեղ Ասնենք այս կողմ եւ հասկանանք ինչ է տեղի ունենում այստեղ։ Բանջարեղենը, որ օգտագործվում է, պղպեղներն են տարբեր տեսակի, բուլղարական պղպեղները, մեր կծու պղպեղները, կանաչ պղպեղը եւ սոխ բավականին շատ։ Հիշում եք, չէ՞, տժվժիկի մեջ որ ասում են սոխը մանր, հա։ Ուրեմն բանջարեղենը բաժանվում է երկու մասի, հավասարաչափ երկու մասի։ Մեկը էփում ենք հենց մսի հետ միասին։ Մենք այդ ամենը կնկարենք, երբ որ դուք այդ գործողությունները կատարեք։ Առաջինը դմակն ենք կտրտում։ Իսկ մեր կանայք չեն կարողանում երկու գործով զբաղվել եւ ինչ որ մի բան անել եւ պատասխանել հարցերի կամ զրուցել ամուսնու հետ կամ որից այլ տղամարդու հետ։ Հա, տենց է ասում։
Այդպիսի կարծիք կա։ Հատկապես երբ որ դանակով ինչ-որ բան կտրում է կինը, չի կարողանում կենտրոնանալ եւ պատասխանել հարցերի, որովհետեւ նրան ստելու համար ժամանակ է պետք եւ կենտրոնանալ։ Հա։ Այս ամեն ինչը եմ ասում, որովհետեւ դուք կնոջ մասին ֆիլմ եք նկարել եւ կարծեմ որքանով որ գիտեմ, հենց այս խոհանոցում էլ նկարահանումները տեղի ունեցել են։ Հա, մեր ֆիլմերից երկուսը նկարահանվել են մեր տանը։ Դե դա արդեն բյուջեի հետ է կախված եղել, իհարկե հասկանալի է։ Մենք այն ասում օգտագործել են ինչ կա ձեռքի տակ, դրա այդ սկզբունքով ենք շարժվել։ Հիմա տաքացնելուց հետո անպայման պետքա լինի այս չուգունե հին պապական թավաները։ Հենց սա այդպիսին է, չէ՞։ Սա հենց այդպիսին է, այո։ Որպես յուղ ասեցի արդեն օգտագործում ենք գառան դմակը եւ այստեղ արդեն առաջինը սոխորածի համար օգտագործում ենք դմակը եւ մանր կտրտած սոխը։ Այստեղ վառվում է խառնել հարկավոր, չի վառվում, չէ։ Վստահ եք։ Ինքը հալելու է եւ դառնալու է յուղ։ Արշակ, դուք ինքնասպանության մասին ֆիլմ եք նկարել։ Հայաստանում այդ թեման արդիական է։ Եվ կարծեմ Հայաստանը վերջին տեղն է զբաղեցնում։ Եթե քանակով թե տոկոսով։ Տոկոսով։ Շատ ինձ համար անսպասելի նորություն է դա։ Ես հիշում եմ ինքս ներկայացում եմ բեմադրե ինքնասպանության մասին եւ ին ներկայացման մեջ մասնակցում էր հոկեբան։ Եվ հենց հոկեբանի բերած տվյալները, որ Հայաստանում իսկապես այդ խնդիրը բավականին լավ վիճակում է, դե լավ ասել է հարաբերական, որ քիչ է, ուրախացնող է։ Ես այդ տարի, որ այդ ֆիլմը նկարվեց եւ այդ սցենարը գրվեց, շատ մտահոգ է, որտեվ ամեն օր կարելի ասել լսում էի 1 կամ 2 գոնե փորձի մասին։ Բանակում։ Չէ, բանակում չէ։ Հիմնականում մեր կամուրջների վրա, տներում կախված մարդիկ էին գտնում։ Սոցիալական խնդիրներ էր, թե հոգեբանական ավելի շատ։ Պետք է ընդհանուր ասեմ, ես միշտ գտել եմ սխալ է ընդհանրապես այդ մասին հայտնելը։ Ինչի, որովհետև եթե գիտեք ինչ, դա էլ գովազդի տեսակ է։ Եթե մի մարդ ելք չի ունենում ինչ-որ պատճառով, ես ծարավ մարդու հետ եմ համատում։ Միգուցե դու ասենք որևէ զովացուցիչ խմիչ կյանքում չխմես, բայց որ շատ ծարավ ես ու տեսնում ես այդ գովազդային հոլովակը կամ վահանակը, որ կախված է մեծ, ասենք, ասենց քրտնած այդ շիշը, կարող է կանգնես ու խմես։ Հիմա մարդ է, որը սոցիալական վիճակից կլինի թե ինչ-որ հոգեբանական խնդիր ու չգիտի ինչ անել, ելքը չի գտնում։ Մեկ էլ հեռուստացույցով ասում են, որ Պողոսը ուներ նույն խնդիրը, գնաց իրեն, ասենք, կամուրջից գցեց, ասում է հետա ելքը էլի։ Դրա համար ես չեմ ընդունում այդ մասին։ Հովակիմյան Ժորան շատ հետաքրքիր էր կատարում այդ դերը եւ իսկապես գովելի է, ստացվել է։ Հա, այո, ստացվել է իր մոտ։ Դե Ժորիկին ես վաղուց եմ ճանաչում եւ ճիշտն ասած նրա դերասանական վարպետության մեջ կասկած չունեի էլ, ուղղակի որ ինքը կոմիկական դերեր շատ էր խաղացել իր կյանքում, այդպիսի տպավորություն կար, որ սա շատ լուրջ դեր է եւ ես գիտեմ, որ ամենալուրջ դերերը, ամենալավը խաղում են հենց կոմիկ դերասանները։ Սմարտունովսկին ձեզ օրինակ, հա։ Թատրոնում Հովակիմյանը բավականին լուրջ դերեր ունեցել է եւ ողբերգական։ Դե ես նկատի ունեմ մեր հերոստատիտողին նա ծանոթ է ավելի շատ կոմիկական դերերով։ Որն է մեր հաջորդ քայլը։ Ուրեմն կտրտեցինք սոխը, այս սոխը օգտագործում ենք, այսպես ասած, սոխորածի համար, հա։ Յուղի հետ, դմակի հետ նա տապակվում է։ Այդ ընթացքում մենք սկսում ենք կտրտել արդեն միսը։ Կընտրեմ։ Որը երկար լվացել ենք։ Շատ երկար լվացվելուց հետո, հա, կտրտելուց հետո էլի ենք լվանում, որովհետև արուն է, միսը կտրտելուց հետո արունը իհարկե նորից առանձնանում է, ինչ-որ չափի։ Մեծ դեր է խաղում այս գործում սուր դանակները։ Կծվի հետ խնդիր ուներ։ Ոչ, որքան կծու, այդքան համեղ։ Լավ, ես կարծում եմ այս պահը նկարելու
իմաստ չկա, կկտրատեք եւ կվերջացնեք, նոր մենք կշարունակենք մեր նկարահանումը։ Այո։ Լավ։ Լավ։ Հա, ճիշտ է։ Ու ինչ այդ կինոից հետո ինքնասպանությունները պակասեցին, թե ոչ մի դեր չխաղաց։ Չէ, խաղացել է բավական, ասել։ Ով է ասում դրան ասում։ Ուրեմն նամակներ ենք ստա 80000 նամակ ենք ստացել։ Որ ասեմ կարողացել ենք կարդալ, սուտ ասած կլինեմ։ Այդ 520,000 դիտումի ժամանակ 80,000 Շնորհակալություն, մենք էլ տենց միտք ունենք։ Չէ, տենց եղել է 2-3 հատ, եղել է լուրջ։ Ասենք նույնիսկ պահել ենք։ Ստատիստիկան ինչ է ասում, կանայք են ավելի շատ ինքնասպանություն գործում, թե տղամարդիկ Հայաստանում։ Մեր մոտ ոնց որ թե տղամարդիկ են։ Այո։ Չեն կարող ապահովել ինչ որ բան, պարտքերն է հիմնականում, պատճառը։ Կամ կազինո։ Կազինոն այդ պարտքն է, էլի։ Պարտք կազինո այդ նույն բանն է։ Որ փուլում են գտնվում։ Բանջարեղենը, ինչպես ասեցի, երկու մասի ենք բաժանում, ինչու, որովհետև մի մասը մսի հետ են գեփում, եւ ինքը իր համը տալիս է մսին։ Բայց բանջարեղենը, որ երկար եփվում է, ինքը կորցնում է իր հատկությունները։ Համ տալով մսին, ինքը որպես օգտակար վիտամիններ կորցնում է իր հատկությունները։ Մյուս կեսը պահում ենք, երբ որ արդեն ուտեստը պատրաստ կլինի։ Բուլղարական պղպեղ, սող, տարբեր տեսակի պղպեղներ, կծու եւ քաղցր եւ լոլիկ։ Այդ ամեն ինչը կիսում ենք երկու մասի, ինչպես ասեցի։ Մյուս մասը վերջում ավելացնում ենք, երբ որ արդեն պատրաստ է, ուղղակի փակում ենք, 5 րոպե թողում ենք շոգեխաշվում է, ինքը համ իր հատկություններն է պահպանում, համ էլ փափկում է մի թեթե, որպեսզի ուտելու համար հաճելի լինի։ Այդքան բան։ Պարզ է։ Մի փոքր կպատմեք մեզ այն process-ի մասին, երբ նկարում եք կինը ֆիլմը, որովհետև ես գիտեմ, որ երբ որ ռեժիսորի կինն է գլխավոր դերում, թե թատրոնում, թե կինոյում, բարդություններ են ծագում։ Դե բարդություններ են ծագում, երբ որ ռեժիսորը առաջի ֆիլմը նկարել է, հետո է դարձել իր կինը։ Ահա։ Այսինքն ֆիլմը նկարել է, որ դառնա իր կինը, եւ հետո երկրորդ ֆիլմը արդեն նկարում է, երբ որ հիմա բաժանվի։ Ինչ եք ակնարկում, չեմ հասկանում։ Ուզում ասեմ, մենք երբ որ դերասանուհին դեր է ստացել եւ հետո եւ այլն, հա, այդ process-ը դաժան, որ բամբասում են ռեժիսորների մասին։ Ահա, դե հիմնականում բամբասանքները հենց այնպես չի լինում։ Ուզում ասեմ, մեր դեպքում այդ չկար, որտեղ մենք որ նկարեցինք առաջի ֆիլմը մի 20, հա, 20 տարվա ամուսիններ էինք արդեն։ Բայց միթե process-ի ժամանակ տարաձայնություններ չեղան։ Եղան իհարկե, մենք վիճել ենք շատ բարձր բոլորի մոտ, ամբողջ խմբի մոտ, երկու անգամ, հա։ Տոզարան ասի, ինքը տես բաներ լավ է հիշում, ես շուտ եմ մոռանում։ Մեկնաբան եք խնդրում եմ։ Հա։ Հա։ Սկսեմ հիշել մեկնաբանը։ Ինչ տեղ ունեցավ։ Չէ, ավելի շուտ վիճաբանությունը սկսվեց հաջորդ օրը, երբ որ ինքը սկսեց արդեն նայել կադրերը, մեկ էլ տեսա, հայու անգամ լուզում, ասելու եմ։ Ուզում եմ ինչ եղել, էս ինչ ես անում։ Երեխան էստեղ չէ, չէ, ժամանակ։ Չէ։ Հայվելու ժամանակ։ Էս ինչ ես անում, ձայնդ ընդհանրապես չի լսվում, դու գիտես, ես երկրորդ անգամ չեմ կարող նկարել, դե որովհետև դա լրիվ մեր ուժերով նկարվող ֆիլմ էր ու արդեն այդ չենք կարող նորից նկարել։ Չէ, առաջին վեճը եղավ, երբ որ դու պետքա լացելու տեսարանում շատ չէիր բարկացած ու ես Հա, մեկ ուրեմն ասեմ, գինու տեսարանն էր, ու մեր գինին քանի որ բնական էր, իսկական էր, ստացված չէր։ Խմեցինք։ Մի քիչ հարբել էին հա դերասանները։ Բան եղավ դեր։ 5-րդ դուբլից արդեն հարբած եք։ Բոլորը մոտ ասեց, հարբել ես դրա համար չի ստացվում։ Հա, եղավ տենց։ Հա, բնականաբար։ Մի 20 դուբլ եղավ միջև ստացվեց, մի փոքրիկ բառ էր ընդամենը։ Հետո դե վիճեցինք արդեն ձայնադրման համար, ձայնս ցածր էր։ Հիմա աշխատում եմ բաներ չանել։ Հաջորդ ֆիլմում եթե հանկարծ ձեզ չնկարեն, կբաժանվեք։ նկարել ենք, նոր ֆիլմ ենք նկարել, ցավը Ձեր կնոջն եք նկարել։ Հա, Երևանում ուրիշ դերասանուհի չկա, չեմ հասկանում։ Ձրի չէ։ Անվճար չկա։ Ես արշակ ձեզ ասեմ, որ դերասանուհիներ կան, որոնք վճարում են ռեժիսորներին, որպեսզի նրանց նկարեն։ Դե մեր մոտ համագործակցությունը ճիշտն ասած այդ վեճերը մի կողմ լավ է ստացվում,
ես գոհ եմ իր աշխատանքից, լավ դերասանուհի է Զարուհին, եւ դրա համար էլ ես նկարում եմ։ Հիմա այդ մեծությունների հետ չհամատվենք, ասենք ոնց էր Ալմադովարին Պենտելոպա Կրուսն է, հա, դուրս գալիս եւ ֆիլմերում անդադ օգտագործում է։ Չէ, բայց միայն ֆիլմերում է նա օգտագործում։ Հա։ Ձեզ ասեմ, ես Ալմադովարի մասին քաջատեղյակ եմ։ Գիտեմ, ես էլ հա։ Նա Պենելոպա Կրուզին ուրիշտեղ չի օգտագործի։ Ինչպես Կուստուրիցան Մոնիկա Բելուչիին։ Դե, հա, Կուստուրիցան դե մեր մոտ էլ այդ հարաբերությունները օրինական ուրեմն հողի վրա է դրված։ Եկավ ժամանակը, որպեսզի միսը, սա ես չեմ օգտագործի այս անգամ, որովհետև ինքը տարիքով, որ գառ ասեմ, երևի ճիշտ չի լինի, ոչխար է եւ դրա համար որոշեցի այդքան յուղ չօգտագործեմ, Ինչ իմացաք տարիքը։ Իր հաստությունից եւ իր որակից իս դուրս չեկավ եւ ես իրան չեմ օգտագործել։ Այդ դրա համար ասում եմ նոր զովքից գնեք։ Հա, այս մի բանը նոր զովքից չեն գնել։ Դրա համար այդպես ստացվեց։ Հիմա ժամանակն է, որպեսզի միսը քամենք։ Նորից դրել էինք արդեն երկրորդ անգամ, որպեսզի ինքը արունականվի։ Այո։ Միսը արդեն ավելացնում ենք լավ հալված, տեսնում եք, լավ արդեն ինքը յուղի է վերածվել։ Այո։ Ավելացնում ենք այդ գառան դմակի յուղի հալած յուղի վրա։ Հիմա իրան փակում ենք։ Այնուամենայնիվ, եթե Վիգեն Չալդրանյանից կամ Հրանտ Վարդանյանից առաջարկ ստանաք ֆիլմում նկարվելու, կնկարվեք, թե ոչ։ Իհարկե կնկարվեմ սցենարը կարդալուց հետո։ Ձեր ամուսինը չի խանդում։ Չէ, մենք նման խնդիրներ չունենք։ Ընդհակառակը ինքն է ինձ մղում դեպի կինո, գնա, նկարվի։ Պարզետ։ Սցենարից է կախված։ Սցենարը եթե ընդունելի է, այդտեղ թե ռեժիսորը Վիգենն է, թե մեկ ուրիշը տարբերություն չկա, կարևորը սցենարը, ֆիլմը դուր գա եւ ինձ եւ այս դեպքում ավելի շատ Զարային։ Եթե ինքը եղել է առաջարկներ, որ սցենարը կարդացել է եւ ասել է ես չեմ ուզում այս ֆիլմում խաղամ։ Հիմա ծածկում ենք, որպեսզի միսը արդեն խաշվի, էպվի։ Սա առաջին փուլը կարելի ասել, ամենադժվար փուլը անցանք։ Սայից հետո ընդհանրապես ժամանակի հարց է։ Ինքը որոշ ժամանակ խաշվելու է, հետո ամբողջ հեղուկը մեջի դատարկում ենք, որտեղ մենք կնկարենք այդ process-ը, կնկարենք։ Ուղղակի տեսնենք այստեղ ինչ է տեղի ունենում։ Այստեղ դե քանի որ դուք ասացիք, որ պահքի մեջ եք, այո, Զարուհին որոշեց, որ ձեր համար առանձին արդեն ճաշատեսակ պատրաստի, որը համապատասխանում է պահքի կանոններին։ Շնորհակալություն։ Ընդմիջենք եւ կշարունակենք, լավ։ Անպայման։ Այս ուղը ես վերցրեցի։ Հա, լավ արեց, էլ ինձ պետք չի։ Բայց Լոլիկները։ ինչ սցենար է եղել, որ դուր չեք։ Սովորաբար սցենարը չի համապատասխանում վերջի ֆիլմի ստացված այն ամենին, ինչ ստացվում է միշտ։ Ինձ թվում է ձեզ մոտ էլ է տենց։ Չէ, կարդում եմ, եթե ինձ բան չեղա, օրինակ էլի սերիալից էլ եմ բան արել, ես սերիալ չեմ մտնում ճիշտն ասած։ Սերիալ ինչի չեք մտնում։ Չեմ մտնում, ինձ դուր Չէ, եղավ, ո՞րն է սենտիմենտալ։ Չեմ հիշում, արդեն չեմ։ Այնքան անիմաստ բաներ է, որ դա չես հիշի, էլի։ Պարզ։ Սենտիմենտալ ինչ որ պապան փողա տվե, որ ինքը կինո նկարի, այդ այնց։ Մեկ է մի պատճառ կարող լինի, եթե բաց տեսարաններ լինի, դուք չեք համաձայնի։ Հա, այդ մեկը բաց տեսարանի համար մենք դեռ ինձ թվում է պատրաստ չենք մեր մշակույթը, մեր ամիջը դեռ հիմա ենթադրենք ասենք հիմա նոր դերասանուհիներն էլ պատրաստ չեն լինի, նույնիսկ դերասաններն էլ պատրաստ չեն լինի։ Դա մեր մենտալիտետի մեջ արդեն պիտի մտած լինի։ Չէ, ես ձեզ հետ համաձայն չեմ այդ հարցը։ Համաձայն չեք։ Չէ։ մեր ռեժիսորները նկարում են բաց տեսարան նկարելու համար։ Ես օրինակ արդարացված տեսարան չեմ։ Եվ այսպես մենք բաց թողումներ ենք ունեցել այս ընթացքում, որոնք լրացվեցին կադրից դուրս։ Մեկնաբանեք, խնդրեմ։ Աղը, կարմիր եւ սև աղացած պղպեղը ավելացրեցինք մսի վրա։ Հիմա միսը արդեն կարելի ասել, որ եփվել է։ Ինչպես տեսնում եք, ջուրը, մսաջուրը արունոտ է, կարելի ասել, եւ դրանից պետք է ազատվել։ Սա թափում ենք մսաջուրը եւ արդեն սկսում ենք տապակել
էլի մի քիչ յուղը դմակ ավելացնում ենք, տապակում ենք, արդեն բանջարեղենը հետը սա առանձին է, դրա հետ կապ չունի։ Սիրելի հեռուստադիտող, ահա առողջ սնունդը եւ ահա այն սնունդը, որը արդեն սրանք ավելացնենք բանջարեղենը, ինքը արդեն կսկսի բանջարեղենի ջրի մեջ, այդ միսը կսկսի բանջարեղենից ծածկել, հա։ Ծածկեք։ Ինչ այլոց այս կափարիչը հարմար չէ, բայց դե սա առանց կափարիչ է գալիս։ հասկանալի է։ Հա։ Եվ մեկնաբանեք նաեւ այս ամենը։ Սա մենք արդեն համտեսեցինք իմ ձեռքով պատրաստած ծիրանի օղին է, որը 3 անգամ։ Հումքը որտեղից եք վերցնում ծիրանը։ Մեր ծառերից, մենք ծառեր ունենք, հա, մոտ 2 տոննա ծիրան ենք ստանում, մեր բակում հենց։ Ու այն ժամանակ, որ ոչ մեկ ծիրան չունի, ես ունեմ։ Ու գաղտնիք կասեմ ինչու՞։ Այսինքն այդ ծիրանը վաճառելով կարողանում եք դիրքերում հաղորդաշարը հովանավորել, հա։ Չէ, դիրքերումը փարկասը հովանավորվում է հենց հեռուստաընկերության կողմից, դա հեղինակային հաղորդում է, որ նրանք ինձնից գնում են, իսկ ուրեմն ծիրանի օղին լուրջ աշխատանք է, այս տարի առաջի անգամ ես գինի հաճախ եմ պատրաստում, բալի եւ իհարկե խաղողի, բայց օղի առաջի անգամ է եւ շատ լավ ստացվեց։ Ինչ ենք անելու հիմա։ Հիմա ջուրը այսենց նրա այդ առնա ջուրը եփած դատարկում ենք ամբողջովին ջուրը դատարկում ենք հա իմիջիայլոց լցնելուց պետք է անպայման տաք ջուրը բացել որտեղ ինքը յուղոտ է խցանումներ չառաջացնելու համար ջուրը ամբողջովին թողում ենք քամվում է եւ նաեւ ավելորդ յուղը խոլեստերինի խնդրեմ, սրտային խնդրեմ մենք հայերս որպեսզի չունենանք ինչքան հնարավոր է քիչ ծիրան շատ պետք է ուտենք ծիրան հա ասում են հիմա այստեղ արդեն ավելացնում ենք տեսեք արդեն միսը ջրազտված ավելացնում ենք բանջարեղենը, բայց բանջարեղենը ավելացնելուց առաջ, քանի որ նույնպես մի փոքր աղ ենք ավելացնում բանջարեղենին եւ իհարկե արդեն բանջարեղենը եւ մանավանդ լոլիկը իր շատ գեղեցիկ է հա Հիմա այս ամեն ինչը խառնում ենք լավ իրար եւ ապա եւ նորից փակում ենք 5-7 րոպե ինքը արդեն այս անգամ արդեն եփվում է եւ բանջարեղենի հյութերը իրենց համը տալիս են մսին ասինքն այստեղ միս չգիտեմ ճիշտ է ասել սիրտ է թոք է փայծախը դմակը եւ էլի մի քանի ներքին օրգաններից որպեսզի մեր հեռուստադիտողը այս ամենը վերարտադրի եւ եթե փորձի պատրաստել նա պետք է այցելի Chain Spasum.am կայքը եւ ուշադիր հետևի թե ինչպես պատրաստվեց այս կերակրատեսակը ահա հիմա կթողենք արդեն միսը բանջարեղենի համով տապակվի որից հետո կբացենք եւ ինքը արդեն իրոք կջրազրկվի կտապակվի արդեն բաց կացայի մեջ ու վերջում կավելացնենք մնացած կանաչին իհարկե վերջում կանաչին էփել անիմաստ է որովհետեւ ամբողջ կորցնում է կանաչին կանաչեղեն ավելացնում ենք վերջում եւ բանջարեղենի ուղիղ կեսը էլի վերջում երբ որ կրակը անջատում ենք կլցնենք դա կտեստեք այդ process-ը կանենք արդեն վերջում ընդմիջենք եւ սպասենք հաջորդ փուլը անպայման Միջեք ուտեմ հիմա արդեն շուտ հա ու էլ չխմեք այս 80 էր թե 90 գրադուս էր Թե որովհետեւ ինչ որ դանդաղ եք սկսում խոսել դուք Դավիթն է դանդաղ է նկարում Մենք հորած պանիր շատ ենք սիրում կճուճով էլ պահում ենք եւ այս դժվժիկի հետ հենց հորած պանիր ենք մատուցում։ Իտալացին ասում են պարմեզան, հա?
Այո։ Մեզից են սովորել, էլի, հորած պանիրն է, այդ պարմեզան չկարծեք էսի ինչա։ Քաղաքագործության սկիզբը ընդհանրապես մեզնից է։ Դե արդեն հասավ ժամանակը, որ խառնենք, անջատենք գազը, ավելացնենք բանջարեղենի մյուս կեսը, եւ անպայման խառը կանաչին, այսպես, եւ վերջնական այսպես մի հատ խառնում ենք, տեսեք ինչ գեղեցիկ տեսքն էլ արդեն էլի գեղեցիկ դառնում։ Հայրը ինչ լավ կարողանում են խառնել, է։ Ամեն ինչ կարողանում են խառնել, չէ՞։ Բոլոր բնակավարներում։ Այսպես խառնում ենք։ Քաղաքականությունից սկսած մինչև իրեն ծածկում ենք ուրեմն վերջնական շոկե խաշվելու համար բանջարեղենը, ինչպես ասացի, եւ անջատում ենք գազը։ Այո, իր տաքությամբ, իր արդեն տաքությամբ, ճուգունը դրա համար շատ կարեւոր է։ Իր տաքությամբ 5 րոպե թողում ենք, շոկե խաշվում է, բացում ենք եւ մատուցում ենք տակ-տակ։ Այդքան բան։ խանութում ամեն ինչ ավարտված է, կհանդիպենք սեղանի շուրջ։ Շնորհակալություն։ Լավ, դե սիրուն սեղանը գցի։ Էփածա։ Ամեն ինչ գեղեցիկ կլինի, հետո արդեն երրորդ բաժակը խմել եք, խմել ենք, արդեն ոչ մի բան էլ կարևոր չի երևի, չէ՞։ Ես հենց այդպես չառաջարկեցի, սրանից կարակ տոպրակով տանեք։ Իրոք, էլի այսքան ուտել եմ։ Պարքի շրջանը որ կանցնի կգանք կտանենք։ Տա-դա-դա-դամ։ Բացում ենք, խնդրեմ։ Վայ չուտողի։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Ես կարծում եմ, որ ապրիլի վերջին ես կգամ ձեր տուն։ Ես հասկացա, կրկին ինձ համար կպատրաստեք, ոչ տեսախցիկի դիմաց։ Մատուցում է տնական գինիով, այո, իհարկե, եւ իհարկե տնական աշխատում ենք ամեն ինչը մեր մոտ տնական լինի, ինչպես ասած, պանիրը հորած պանիրն է, մեր ծիրանից պատրաստած օղիներ, որ խմեցինք, մեր ծիրանի հյութն է եւ մեր բալի գինին։ Ոնց ական մի փոքր կտոր համ տեսեք եւ մեկնաբանեք, սա է, չէ՞, իմ կերակրատեսակը։ Բրինձ է եւ վրան բանջարեղեն։ Այո։ Ես անպայման կհամտեսեմ, խնդրեմ, այսպես, լավաշով է հետաքրիր ուտել եւ Խնդրեմ, ձեռքով ձեր գնահատականը։ Ես կարծում եմ անկեղծ կլինեք եւ կասեք ինչպես է ստացվել այս անգամ։ Հիմա կասեմ։ Եվ Հիմա փորձեմ։ Ստացվել է։ Բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Ում կենացնենք խմում։ Հյուրերի։ Շնորհակալություն։ Խմենք, հյուրերի կենաց։ Դուք որ չգայք, մենք այսօր դժբժիկ չենք։ Ալեք ջան, դե աթոր բեր, վազի։ Այստեղ մեր սենյակից բեր։ Բայց լուրջ ստացվել էր, թե նենց ձև արեցիք, որ լավն է։ Ստացվել, բայց տաք էր։ Չեր ելնում ծամել։ Արում էր, հա։ Բասեք, որ Դուք տակա։ սիրում եք լցնեք, դուք թե ես լցնեմ։ Դուք։ Ես սիրում եմ ուտեմ ես, ոչ թե ինձ կերակրեմ։ Ալլա։ Ասում եմ մառանիկի բրինձը լավն է, ճիշտ են ասում։ Հա, Աշակը որ ասում է, ինչ ասում եմ, այդ մառանիկը չի կամ էսի չէ, ես եմ, ես։ Շնորհակալություն։ Շունը բողոքում է կարող է քաղցած է։ Չէ, իրա բաժին հանում ենք իրեն անպայման։ Դավիթը վստահեցնում է, որ շատ համեղ էր դժվժիկը։ Շնորհակալություն ձեզ էլ, որ դուք չգայիք, մենք դժվժիկ ուտողը Այսօր ես չենք իրեն ասել։ չէի համոզելու ճար սարքել։ Ձեզ օրվա լավ շարունակություն։ Ստեսություն։ Ձեզ նույնպես։ Տեսություն։ Ապրես շատ համոզ սարքեցի։ Հա, լավ տրամադրությամբ, լավ կերանք, լավ խմեցինք, լավ օր անցկացրեցինք, լավ մարդկանց հետ ծանոթացանք, հաճելի էր։ Մենք քաղցած կարող ենք մնալ, իսկ դիրքերում քաղցած զինվորի առկայությունը աններելի է։ Ոգեշնչող էր այն տեղեկատվությունը, որ դիրքերում քաղցած զինվոր չկա։ Մնացեք խաղաղությամբ։